Անճոռնի բադիկը ըստ Հանս Քրիստիան Անդերսենի։ Ամառ էր, հաճարի արտերն արդեն դեղնել էին, պարսակը կանաչին էր տալիս, խոտը հնձված էր ու դիզված։ Դաշտերից ու մարգագետիններից այն կողմ փռված էին հսկայական անտառներ, որոնց խորքում կային կապուտակ լճակներ։ Բարդ արևի տակ փռված էր մի հին կալվածք, շրջապատված խոր առուներով։ Կալվածքի քարե ցանկապատից մինչև ջրի եզերքը կրատուկ էր աճել, այնպես խոշոր, որ նրանցից ամենամեծի տակ փոքրիկ երեխաները կարող էին կանգնել ամբողջ հասակով։ Կրատուկների թավուտը նույնքան վայրի էր ու խուլ, որքան խիտ անտառը, և ահա հենց այդտեղ էլ դուրս էր նստել մի բադ։ Վաղուց էր նա նստած, և երկար նստելուց արդեն բավական ձանձրացել էր։ Վերջապես ձվերի կճեպները ճաքեցին։ «Պի՛, լսվեցին նրանց միջից։ Ձվերի տեղնուցները կյանք էին առել, և ճուտիկներն իրենց կտուցները հանեցին կճեպներից։ «Շուտ, կրթքրթաց բադը, և բադիկները շտապեցին մի կերպ դուրս եկան կճեպներից ու սկսեցին շուրջը նայել, դիտելով կրատուկի կանաչ տերևները։ Մայրը նրանց չխանգարեց. կանաչ գույնը օգտակար է աչքերի համար։ «Որքան մեծ է աշխարհը», ասացին բադիկները։ Պարզ է, հիմա նրանց տեղը շատ ավելի մեծ էր, քան ձվերի մեջ պառկած ժամանակ։ «Դուք կարծում եք, թե այս է ամբողջ աշխարհը», ասաց մայրը։ «Ոչ, աշխարհը շատ ու շատ մեծ է, ձգվում է հեռու, այգու այն կողմը, դեպի քահանայի դաշտը։ Բայց ես այնտեղ երբեք չեմ եղել։ Դե լավ, բոլորդ եք այստեղ», և նա վեր կացավ։ «Ախ, ոչ, դեռ բոլորը չեն, ամենամեծ ձուն դեռ մնում է։ Օհ, երբ պիտի վերջանա, իսկապես արդեն ձանձրացել եմ», և նա նորից նստեց։ «Գործերդ ինչպե՞ս են», նրան հարցրեց մի պառավ բադ։ «Ոչինչ, բայց այ մի ձու դեռ մնում է», ասաց երիտասարդ բադը։ «Որքան ժամանակ է նստած եմ, իսկ սա չի ճաքում։ Բայց նայեցեք մյուսներին, ինչ հրաշալի են։ Զարմանալի նման են իրենց հորը, իսկ նա, այդ անպիտանը, ոչ մի անգամ չի այցելում ինձ»։ Սպասիր, տեսնեմ ինչ ձու է այդ, ասաց պառավ բադը։ Ես հավատացած եմ, որ դա հնդկահավի ձու է, ինձ էլ են մի անգամ խաբել, և ինչքան էի տանջվում, երբ դուրս եկան հնդկահավի ձագերը։ Ախր նրանք սոսկալի վախենում են ջրից։ Ես կրթկրթում էի, կանչում, նույնիսկ ջուրն էի հրում նրանց, բայց չէ ու չէ, ջուրը չէին մտնում։ Թող մի տեսնեմ այդ ձուն։ Այո, հենց այդպես էլ կա, հնդկահավի ձու է, թող դրան ու գնա մյուսներին լողալ սովորեցրու։ Չէ, մի քիչ էլ նստեմ, ասաց երիտասարդ բադը։ Այսքան նստելուց հետո կարելի է մի քիչ էլ նստել։ Դու գիտես, ասաց պառավ բադն ու հեռացավ։ Վերջապես ճաքեց նաև ամենամեծ ձվի կճեպը՝ պի, և նրա միջից դուրս եկավ մի խոշոր, տգեղ թռչուն։ Բադը նայեց նրան։ Չափազանց մեծ է, ասաց նա, և բոլորովին նման չէ մյուսներին։ Մի՞թե իսկապես հնդկահավի ճուտ է սա։ Բայց ես սրան էլ ջուրը կգցեմ, թեկուզ ստիպված լինեմ ուժով հրել։ Այդ օրը սքանչելի եղանակ էր, կանաչ կրատուկն ամբողջովին ողողվել էր արևի ճառագայթներով։ Բադն իր ամբողջ ընտանիքով ուղղվեց դեպի առուն։ Չըլը՛մփ, բադն արդեն ջրի մեջ էր։ Իմ հետևից, շուտ, կանչեց նա բադիկներին, և նրանք էլ իրար հետևից ջուրը թափվեցին։ Սկզբում ջուրը նրանց ծածկեց մինչև գլխիկները, բայց հետո դուրս եկան ջրի երեսը և սկսեցին հրաշալի լող տալ։ Անճոռնի գորշագույն բադիկը հետ չէր մնում նրանցից։ Ինչ հնդկահավ, ասաց բադը, տես թե ինչպես է թիավարում թաթերով, ինչ ուղիղ է մնում ջրի երեսին։ Չէ, սա իմ սեփական զավակն է, և ամենևին էլ տգեղ չէ, եթե լավ նայես դրան։ Դե, շուշուտ, իմ հետևից, հիմա ես ձեզ հասարակության մեջ կտանեմ։ Գնում ենք թռչնանոց։ Բայց ինձանից չհեռանաք, որպեսզի որևէ մեկը ձեզ չտրորի և զգուշացեք կատվից։ Շուտով նրանք հասան թռչնանոց։ Տեր Աստված, ինչ աղմուկ ու դժոխք էր այնտեղ։ Երկու ընտանիք էին կռվում մի օձաձկան գլխի համար,
Եվ ի վերջո այդ գլխիկը բաժին ընկավ կատվին։ «Այ թե ինչպես է աշխարհի բանը», ասաց Բադը և լեզվով լիզեց իր կտուցը, չէ՞ որ նա էլ էր ուզում օձաձկան գլխի համը տեսնել։ «Դե, թաթիկները չարժեք», ասաց նա բադիկներին, «գլուխ տվեք, այ այն պառավ Բադին, նա այստեղ ամենաանվանի Բադն է»։ Բադիկներն այդպես էլ արին։ Բայց մյուս բադերը նայեցին նրանց ու բարձրաձայն ասացին. «Ահա, էլի մի ամբողջ ոհմակ, կարծես մենք քիչ էինք այստեղ, իսկ այն մեկն ինչ այլանդակն է, նրան արդեն տանել չի կարելի»։ Եվ բադերից մեկն իսկույն մոտ վազեց ու կտցեց նրա ծոծրակը։ «Հանգիստ թողեք նրան», ասաց մայրը, «չէ՞ որ նա ձեզ ոչինչ չարեց»։ «Ոչինչ չարեց, բայց նա այնքան մեծ է ու տարօրինակ», ասաց կռվարար բադը, «հարկավոր է նրան լավ դաս տալ»։ «Հիանալի զավակներ ունես դու», ասաց գլխավոր բադը, «բոլորն էլ շատ սիրուն են, բացի մեկից, այդ մեկն անհաջող է, լավ կլինի վերափոխես դրան»։ «Ոչ մի կերպ չի կարելի ձերդ ողորմածություն», պատասխանեց բադը, «նա գեղեցիկ չէ, բայց բարի սիրտ ունի և լողում է մյուսներից ոչ վատ, համարձակվում եմ ասել, որ նույնիսկ ավելի լավ։ Ես կարծում եմ, որ կմեծանա և կգեղեցկանա կամ ժամանակի ընթացքում կփոքրանա, նա մի քիչ ավելի մնաց ձվի մեջ, դրա համար էլ այնքան հաջողակ չէ»։ Եվ նա իր կտուցը քսեց մեծ բադիկի փեթուրներին։ Բացի դրանից նա արու է, իսկ արուին գեղեցկությունն այնքան էլ հարկավոր չէ։ Ես կարծում եմ, որ նա կմեծանա, առնական բադ կդառնա և իր համար ճանապարհ կհարթի։ «Մյուս բադիկները շատ լավն են, շատ», ասաց պառավ բադը, «դե եղեք ինչպես ձեր տանը, իսկ եթե օձաձկան գլուխը գտնեք, կարող եք բերել ինձ»։